Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որտեղ ընդունվել է հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում եմ ձեզ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարություն։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորապես մտահոգված է վերջին շրջանում մեր երկրում արձանագրվող բացասական զարգացումների նոր դրսևորումներով։ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ չդադարող հակասահմանադրական հարձակումները, աշխարհաքաղաքական միջավայրի շարունակվող վատթարացումը եւ այդ իրավիճակում Հայաստանի Հանրապետության գործող կառավարիչների անհամարժեք վարքագիծը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսների բարձրահայտ չարաշահումը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների համակարգային քայքայումը ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության եւ սահմանադրական կարգի համար։ Մենք հստակ հայտարարում ենք, եթե առկա միտումները շարունակվեն, ապա 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ, արդար եւ ժողովրդավարական։ Դրանք ռիսկ են պարունակում դառնալու հերթական ձևականություն, որի միջոցով արտաքին խաղացողները կփորձեն լեգիտիմացնել հակաժողովրդական եւ հակապետական վարքագիծ դրսեւորած ռեժիմին։ Կարևորելով գալիք հերթական ընտրական գործընթացների վերահսկողության եւ քաղաքացիների բարձր մասնակցության ապահովման անհրաժեշտությունը, միաժամանակ վերահաստատում ենք, որ գործող իշխանության հեռացումը իրավական ճանապարհով այսօր ազգային անհրաժեշտություն է հայկական պետականության վերջնական փլուզումը կանխելու համար։ Ելնելով դրանից, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական հասարակությանը եւ յուրաքանչյուր քաղաքացու վեր կանգնել կուսակցական եւ խմբային նեղ շահերից եւ միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ։ Հիմք ընդունելով խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի մեզ ուղղված դիմումը, մենք հայտարարում ենք քաղաքական երկխոսություն եւ կոնսուլտացիաներ մեկնարկելու մեր նախաձեռնության մասին։ Մենք բաց ենք բոլոր այն ուժերի համար, որոնք պատրաստ են համատեղ ջանքերով ձևավորել անցումային կառավարություն, ներառյալ համաձայնություն նոր միասնական վարչապետի թեկնածուի շուրջ, որը կկարողանա վերականգնել ժողովրդավարական արժեքները, ապահովել իսկապես ազատ ընտրություններ եւ կասեցնել ներկայիս ոչինչ նիշխան արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի ապագան չի կարող կախված մնալ այն ռեժիմից, որը ոտնահարում է սեփական պատմությունն ու հավատը, լքում է օտար գերության մեջ հայտնված իր զավակներին, հարվածում է երկրի անվտանգությանը եւ վախենում է սեփական ժողովրդի կամարտահայտումից։ Միասնության եւ վճռական գործողությունների ժամանակը հիմա է։ Սա գործադիր մարմնի հայտարարությունն է, իսկ հիմա սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Իմպիչմենտի գործընթացը առանց փողոցային պայքարի տեղի ունենալ չի կարող։ Հայաստանյան իրականությունների պարագայում ըստ սահմանման։ Ուստի իմ ընկալման մեջ իմպիչմենտը նույնական է, հավասարազոր է փողոցային պայքարին։ Իմ համար շատ զարմանալի կլինի, եթե լինի փոքրիշատ է ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժ, որը դեմ արտահայտվի փողոցային պայքարին։ Հետ գալով թեկնածուի հարցին։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այս հայտարարության մեջ եւս մեկ անգամ ընդգծում է, որ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածություն։ Այս գործընթացը միասնության մասին է։ Այդ քննարկումները եւ կոնսուլտացիաները առնվազն Հանրապետականի կողմից լինելու են մեկ հարցի շուրջ՝ իշխանափոխության։ Քննարկման ուրիշ օրակարգ մեր կողմից չկա։ Էնպես որ կարծում եմ ավելի պարզ ներկայացված, ավելի հստակ ներկայացված ծրագիր այս պահին չկա։ Առաջին հարցը, որ հիշեցնեք, ներողություն եմ խնդրում։ Հա, խոսքը վերաբերվում է թե փողոցային պայքարի եւ թե մյուս բոլոր բաղադրիչների առաջարկվող ցանկացած տարբերակի քննարկում։ Մենք առաջարկում ենք այս օրակարգը։ Այս օրակարգը վեր է եւ զուրկ է ցանկացած խմբային, կուսակցական, անձնական ամբիցիայից։
եւ ակնկալում ենք նույնը մեր գործընկերներից։ Եթե հարցը վերաբերվում էր թե ինչպիսի պատկերացումներ մենք ունենք մեր սեփական պատկերացումները փողոցային պայքարից։ Նշեմ նաեւ, որ հանրապետական կուսակցության համար փողոցային պայքարը չի էլ դադարել, եթե նկատեք մեր ուսանողական, երիտասարդական կազմակերպության անդամները, կուսակցականները ավելի ավագ, անդադար ներգրավված են տարբեր տեսակի ակցիաների մեջ։ Պատճառը, որով ես չեմ կարող հիմա ներկայացնել քայլ առ քայլ գործողությունները, պատճառները մի քանիսն են։ Միակ կանխատեսումը, որը ես կարող եմ անել եւ դա առկա է մեր հայտարարության մեջ, որ ընտրություններին քաղաքացիների շատ բարձր մասնակցությունը չափազանց կարևոր է, որովհետեւ դա կնվազեցնի իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ այլ խախտումների միջոցով քվեարկությունների տեսակարարկշիռը ընդհանուր թվի մեջ, պարզ հանրահաշիվ։ Անդրադառնալով ձեր հարցի մյուս հատվածին, այն ինչ տեղի ունեցավ հունվարին, այսինքն Հայաստանը պաշտոնապես դեռ մինչև գաղտնազերծված նամակը, ընդ որում գաղտնազերծված նամակը որևէ նորություն կարծում եմ որևէ մեկի համար չհանդիսացավ, ուներ երկու խնդիր իր մեջ։ Առաջին, այո, ինքնին փաստը, որ գումար է տրամադրվելու իբր արտաքին ներգործություններից խուսափելու, բայց ինքնին ակնհայտ է, որ շատ նուրբ է սահմանը, թե երբ է շակերտների մեջ պայքարը ներգործության մեջ դառնում ինքնին ներգործություն։ Բայց երկրորդ պատճառը այդքան ակնհայտ չէր ու ակնհայտ կլինի շուտով։ Նշանակում է Փաշինյանը ինչ անօրինություն անի մինչև ընտրություններ եւ ընտրությունների օրը, մենք մեր երկրում 50-ից ավել քաղաքաբանտարկյալ ունենք եւ այդ թիվը բացառապես աճում է։ Դա միշտ փաթեթավորվելու է արտաքին ներգործության դեմ պայքարի շղարշով։ Ու ցավը այն է, որ արտաքին գործիչների կամ արտաքին ուժերի կողմից կարծես թե արկա է կարտ բլանշ համաձայնություն աչքերը փակել եւ հալած յուղի տեղ ընդունել, որ ցանկացած անօրինություն, ցանկացած հակաժողովրդավարական արարք, ցանկացած նոր այլախոհի կամ քաղաքական գործի բանտարկություն, կուսակցությունների եւ լրատվականների նկատմամբ արշավ, դրանք բոլորը իրենք պատրաստ են ընդունել, կարծես թե պատրաստ են ընդունել որպես իբր պայքար արտաքին ներգործության դեմ։ Իհարկե արկա են որոշակի փոքր բացառություններ։ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հայտարարությունը մի քանի տարի առաջ Արմեն Աշոտյանի եւ մյուս քաղաքաբանտարկյալների մասին, CDI-ի կենտրոնամետ դեմոկրատների հայտարարությունը էլի քաղաքաբանտարկյալների մասին, այս թե նախորդ օրը հրապարակված զեկույցը, որտեղ նշվում էր, որ Հայաստանը առաջին անգամ դարձել է երկիր, որտեղ լրագրողներ են ձերբակալվում, ու այսպիսի օրինակներ կան, բայց դրանք շատ քիչ են։ Կարողանա արդյոք այդ կոնսոլիդացիան դրա դեմն առնել, թե չէ, ես համարում եմ, որ միասնական ուժի դեմ ոչ մի ուժ, ոչ մի գործոն չի կարող պայքարել։ Ուստի եթե մենք կարողանանք ապահովել այդ միասնականությունը, հարցը ինքնին կլուծվի։